Նիկոլականներ, հələ նայեք ձեր գերագույնը 18 թվին ինչ էր ասում Արցախյան շարժման վերաբերյալ, որ եղել է անթերի, ռոմանտիկ, պրագմատիկ ու լիքը սիրուն խոսքեր։ Իրականում շարժումը, Ղարաբաղյան շարժումը անթերի է եղել։ Ղարաբաղյան շարժումը եղել է ոչ բռնի, էմոցիոնալ հողի վրա նաև։ Էմոցիոնալ, բայց մյուս կողմից եւ ռացիոնալ եղել է ռոմանտիկ եւ եղել է պրագմատիկ, այսինքն Ղարաբաղյան շարժումը, եթե անկեղծ լինենք, ինքը անթերի քաղաքական process է։ Ու նայեք 26 թվին ինչ ասում, որ Արցախյան շարժումը եղել է մեր համար ճակատագրական, յանի շատ վատ բան էր, որ եղել է մեր հետ էդի Արցախյան շարժումը, ինքը դա ուզում կաթասնել։ Եվ այո, պետք է արձանագրել, որ Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ Ու դուք այսքան բանը լսում, տեսնում եք ու նորից իրան հավատում եք, որ ինքը ինչ ասում է իր խոսքի դերն է, հետո չի 180 աստիճանով փոխվելու, ինչ որ ինքը 18, 19, 20, 21, 22 թվերին էր ասել, հիմա դրանց լրիվ հակառակն ասում։ Դուք ո՞նց եք այսքանից հետո այս մարդուն լուրջ վերաբերվում ու երկրի ճակատագիր եք ուզում հավատալ։ Այս մարդը ոչ իրան է հարգում, ոչ մեզ, ոչ էլ իր խոսքերը։ Այս մարդը ոչ մի բան չի հարգում։ Ինքը չունի պրինցիպ, ինքը չունի թասիբ, ինքը չունի ոչ մի սեր, ոչ ժողովրդի, ոչ պետության հանդեպ։ Դուք ո՞նց եք տավերի անելու երկրի ճակատագիր եւս 5 տարի։ Մի հատ հələ սթափվեք ու տեսեք ինչեր է բերե մեր գլխին, մի հատ էդի վերլուծեք ու ամսի 7-ին կայացրեք ճիշտ ընտրություն։ Ձեր ձայնը տվեք միայն ընդդիմությանը։ Սրան ձայն տալը նշանակում է երկրի կործանմանը մասնակից լինել, հետո դուք ո՞նց եք ձեր երեխեքի աչքերի մեջ նայելու։